Երևանի սրտում Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում մշակութային տոն է։ Կիզի Ջորվան հաջորդած տպավորիչ մայրամուտը, երեկոյան զովը, թարմացնող խմիչքներն ու բարձրաճաշակ երաժշտությունը մեկտեղել են երևանցիներին ու քաղաքի հյուրերին նշելու Խաչատրյան ռուֆթոփի հանդիսավոր բացումը։ Մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքներից մեկն այսուհետ կդառնա ամառային մշակութային երեկոների, համերգների եւ անմոռանալի հանդիպումների նոր հասցե։ Նախագծի գլխավոր գործընկերը ID բանկն է, եւ հենց այս նախաձեռնությամբ բանկը մեկնարկում է իր հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը։ Ի սկզբանե մեզ նախագիծը բավական հետաքրքիր թվաց, այդ պատճառով որոշեցինք մասնակցել եւ աջակցել այս նախաձեռնությանը։ Խաչատրյան ռուֆթոփ նախաձեռնությունը բացում այս համերգասրահի իսկապես բացառիկ իրադարձություն է Երևանի եւ քաղաքի հյուրերի համար։ Եվ քանի որ ID բանկը որոշում է կայացրել իր 35-ամյա հոբելյանի առթիվ նվեր մատուցել քաղաքին տարբեր իրադարձություններով, միացանք նաև այս նախաձեռնությանը մեր համաքաղաքացիներին եւ քաղաքի հյուրերին նվիրելու բացառիկ երաժշտական երեկոներ։ ID բանկի 35-ամյակը նշանավորվելու է ոչ միայն տոնական միջոցառումներով, այլև նոր նախաձեռնություններով։ Բանկը վստահեցնում է, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակելու է աջակցել մշակութային, սոցիալական եւ բնապահպանական ծրագրերին։ Խաչատրյան ռուֆթոփի բացման ընթացքում բանկի վարչության նախագահը եւս ընդգծեց. Հայաստանում զարգացող ցանկացած բիզնեսի հաջողությունը պետք է ուղեկցվի մարդկանց ու հայրենիքի հանդեպ հոգատարությամբ։ Օրեր առաջ նաև հայտարարեցինք մեկ այլ միջոցառման մեկնարկի մասին, դա Մոսկովյան պուրակի ամբողջովին բարեկարգում եւ նորոգումն է, ավելի կանաչապատ տարածք ունենալու նպատակով։ Կարծում եմ աշնանը կամ տարվա վերջին կունենանք նորացված հետաքրքիր Մոսկովյան պուրակ, որտեղ մեր քաղաքացիները կարող են ժամանակ անցկացնել։ ID բանկը մեր բանկային համակարգի կարևոր բանկերից մեկն է։ ID բանկը նաև իր քաղաքականությունում ունի սոցիալական աջակցության եւ հանրային, հատկապես սոցիալական միջոցառումների աջակցության մեծ փորձ, պատմություն, տեսլական, ինչը շատ գովելի է եւ շատ պետք է դրա մասին ասվի։ Վստահ եմ, որ այս համագործակցությունը մշակութային կյանքի եւ բանկային համակարգի համագործակցությունը նոր հաջողություններ կբերի մեզ։ Իսկ մինչ այդ մոտ 700 հանդիսատես վայելեց Խաչատրյան ռուֆթոփի բացման համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մայստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հայ սիրված կատարողների մասնակցությամբ ներկայացրեց Երևան գալա համերգային ծրագիրը։ Երաժշտական երեկոն ամբողջացնում էին երևանյան հին ու բարի առօրյան պատկերող արխիվային տեսաշարերը, հանդիսատեսին փոխանցելով նաև անցյալի Երևանի ջերմ ու հարազատ մթնոլորտը։ Տոմսերի կեսից ավելին վաճառված են եւ հյուրերը արվեստագետներ են, մեր գործընկերներն են, մեր աջակիցներն են։ Կարծում եմ Թամանյանը նախագծելուց մտածել էր, որ ժամանակի ընթացքում այս տարածքը լիարժեք կօգտագործվի։ Այսպիսով Արամ Խաչատրյան համերգասրահի պատմության նոր էջն արդեն բացված է։ Այս տանիքում ամառը խոստանում է լինել զով ու բարձրաճաշակ երաժշտությամբ հարուստ։ Օգոստոսին նոր համերգներ ու մշակութային երեկոներ են սպասվում, որոնց իրականացման գլխավոր գործընկերը կրկին ID բանկն է։